Ես խոսել եմ այն մասին, որ դրան նախորդող շրջանում ես տեսնելով զարգացումները մեր գործընկերներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ասել եմ, որ ես տեսնում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ռիսկ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեր գործընկերները ասել են, որ իրենք դա հնարավոր չեն համարում, բայց առավել ևս Հայաստանի սահմանները իրենց համար կարմիր գիծ են։ Երբ որ տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմը, երբ որ Հայաստանի տարածք ներխուժում է տեղի ունեցել, ընդ որում դա առաջինը չի եղել։ Եկեք վերադառնանք, դրանից առաջ եղել է 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները, դրանից առաջ եղել է 2021 թվականի մայիսի իրադարձությունները։ Ես այդ երկխոսությունը, ես ձեզ ուղիղ եմ ասում, համարել եմ Հայաստանի Հանրապետության համար անհարգալից, եւ ես այո որոշում եմ կայացրել, որ Հայաստանի կառավարությունը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Նրանք, ովքեր մինչև հիմա չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, պետքա նորից վերադառնամ եւ արձանագրեմ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ինչքան դա աբսուրդ հնչի, Հայաստանի վարչապետը ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, այո, նաեւ հարևանների տարածքային ամբողջականությունը, որովհետեւ մեր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Իսկ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը այս մտքի հետ բանավեճ ունեն, ուղիղ եթերում հրավիրում եմ, շարունակում եմ նրանց հրավիրել բանավեճի։ Երբ որ ընդհանրապես, գիտեք ինչ, երբ որ որևէ մի բան են ասում, հերթական